Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Ընտրությունից 5 օր անց կառավարությունը թանկացնում է կյանքը, պղպեղի փոխհատուցումը, ծխախոտի, վառելիքի եւ ալկոհոլի հաշվին, իշխանության խոստումների գինը։ Գիշերային որոշում, առավոտյան սկանդալ, ում ձայներն է անվավեր ճանաչել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քվեատուփերից դատարաններ, ընդդիմությունը չի ընդունում խաղի ավարտը։ Ձերբակալել են քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին, հետախուզում հայտարարել ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանի նկատմամբ։ Քաղաքական հաշվեհարդար Մայրբուհում, ինչու է փակվում ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնը։ Կայծակի մեղքն է, թե մաշվածության, ինչու փլուզվեց Հրազդան Չարենցավան կամուրջը։ Քաղաքական հաշիվ, տնտեսական գործիքներով, ինչ է կորցնելու Հայաստանը Մոսկվայի հետ առևտրային պատերազմի ընթացքում։ Ընդդիմությունն անցնում է հաջորդ փուլին։ Ուժեղ Հայաստան դաշինքը ընտրության արդյունքները չեղյալ համարելու մասին դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, պնդելով, որ իշխանությունը հաղթանակը կերտել է ոչ թե քաղաքացիների վստահությամբ, այլ վարչական ռեսուրսի, ճնշումների ու վախի մթնոլորտի հաշվին։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե անվավեր ճանաչված այդ ընտրական տեղամասերի արդյունքները ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այդտեղ վերաքվեարկության հանգամանքը։ Պարտավոր է կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածը կազմակերպել։ Ասեմ ավելին, այստեղ մեծ հարց է, արդյոք միայն այդ երկու ընտրական տեղամասերում, թե մի շարք այլ ընտրական տեղամասերում ևս։ Մեր կողմից ներկայացված ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու հիմքերի մեջ է նաև մի շատ կարևոր հանգամանք։ Հարգելի գործընկերներ, ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100,000-ի ձայները, 100,000 կլորացնում են գործընկերներ, ձայները ոչ թե անձնագրի պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելու։ Սա արդյոք խնդիր է? Այո։ Որովհետև կարգը այնպիսին է, որ անձնագիրը պետք է համապատասխան վերիֆիկացումը անցնելու պայմաններում պատշաճ լինի։ Եթե պատշաճ չի լինում, սա խնդիր է, թե ոչ, այո, խնդիր է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժեղ Հայաստանի դիմումը քննարկելու է այս կիրակի ընտրության վերջնական արդյունքները հրապարակելու օրը։ Իդեպ այսօր ԿԸՀ ներկայացրած դիմումում ուժեղ Հայաստանը նաև վերաքվեարկության պահանջ է ներկայացրել, որի վերաբերյալ հանձնաժողովը պետք է առանձին որոշում կայացնի։ Ըստ Արամ Վարդևանյանի, եթե վիճարկվող ընտրատեղամասերի քվեարկությունն ազդում է ընտրության արդյունքի վրա, պարտավոր են վերաքվեարկություն իրականացնել։ Ընտրական գործընթացի շուրջ նոր լարվածություն է առաջացել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ։ Գիշերը կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել Նուբարաշեն վարչական շրջանի 10-51-35-65, ավելի ուշ նաև 12-13 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Որոշումն անմիջապես քաղաքական արձագանք է ստացել։ ԲՀԿ-ն պնդում է, որ խոսքը հենց այն տեղամասերի մասին է, որտեղ կուսակցությունը ստացել էր բարձր արդյունքներ։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով ընտրությանը մասնակցելու գլխավոր նպատակը երկիրը քաղաքական եւ տնտեսական վտանգներից պաշտպանելն էր։ Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն սկսում է իրավական եւ քաղաքական քայլերի շարք ընտրողների շահերը պաշտպանելու եւ իր ձևակերպմամբ իշխանության անօրինականություններին դիմակայելու համար։ Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր եւ առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է գործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։ Ձեզ տված բոլոր խոստումներն ու հավաստիացումներն ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել եւ չի փոխվելու։ Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արեգ Նազմանուկյանը։ Նրա բնակարանը իրավապահները վաղ առավոտյան խուզարկել են։ Առավոտ շուտ ընտրագողություն իրականացնելուց հետո այս իշխանությունները բանը գործը թողած հիմա էլ եկել են մեր բնակարանը խուզարկելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ովքեր եք։ Մի րոպե մի մտեք մեր բնակարան։ Մենք դատանի որոշում ունենք։ Հասկանալի է, ցույց տվեք։ Կատարելու համար դուք հիմա Հասկանալի է։ Ես չեմ խոչընդոտում։ Ես չգիտեմ դուք ով եք։ Ցույց տվեք, ձեր փաստաթուղթը ցույց տվեք։
Աշխատակիցն եմ Գևորգյան։ Հարգելի Գևորգյան, կատարի թույլտվությունն եմ, խնդրում անջատել։ թույլտվությունը ցույց տվեք եւ մտեք մեր բնակարան։ Ես գիշասում դուք այս բանին Թույլտվությունը ծանուցագիրը ցույց տվեք։ Մի րոպե հլը, մի րոպե։ Ծանուցագիրը ցույց տվեք, նոր մտեք մեր բնակարան։ Ցույց տվեք որոշումը, նոր մտեք մեր։ Խուզարկությունից հետո Մանուկյանին հրավիրել են քննչական կոմիտե հարցաքննության։ Մանուկյանը հայտարարել է, որ իր տնից կարող էին գտնել իր բաղադրատոմսերը, աղջկա նվիրած մարտիրության բացիկները։ Որոշ բաներ տարել են, այդ թվում հեռախոսը։ Իդեպ դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Օհանյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին, այդ պատճառով դատավորը նրան դատարան բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել։ Թեպետ Օհանյանը մեծ հետ զրույցում հայտնեց, որ համապատասխան տեղեկանքը ներկայացրել է հիվանդության մասին եւ չգիտի ինչու է այդպիսի որոշում կայացվել։ Ձերբակալել են քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Նույն մեղադրանքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանի նկատմամբ։ Թե կոնկրետ ինչն է դարձել մեղադրանքի հիմքը հայտնի չէ։ Իդեպ Ալեն Սիմոնյանը այսօր Տելեգրամի իր էջում գրել է, որ թավիշը վերջացել է։ Իսկ Կավկայի կերպարանափոխության սյուժեն կարծես տեղափոխվել է Երևանի պետական համալսարան։ Առանց նախնական քննարկումների ու պաշտոնական բացատրությունների փակվում է 1929 թվականից գործող արտասահմանյան գրականության ամբիոնը։ Ամբիոնի ղեկավարությունն ու դասախոսները տեղի ունեցածը կապում են քաղաքական պատճառների հետ եւ պնդում, որ համալսարանում պայքարում են ոչ թե կրթական խնդիրների, այլ այլակարծության դեմ։ Ամբիոնի վարիչ Անուշ Սեթրակյանը համոզված է, որ սա քաղաքական հաշվեհարդար է։ Նրա խոսքով ընդդիմադիր գործունեության պատճառով իրեն ամիսներ շարունակ զգուշացրել են լռել։ Ինչ է իրականում տեղի ունենում Մայրբուհում, Անահիտ Սարգսյանն է պատմում։ Փակվում է 1929 թվականից գործող Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնը։ Ամբիոնի վարիչին Անուշ Սեդրակյանին այդ մասին տեղեկացրել են ոչ թե պաշտոնապես ԵՊՀ-ից, այլ տարբեր հարակից աղբյուրների նախազգուշացումների միջոցով։ Պատճառը նրա քաղաքական գործունեությունն է, հատկապես Facebook-ի էջը։ Եվ այս մարդը, որ այսպիսի հակաիշխանական նարատիվներ է տարածում, այս մարդը, որ այս նյութն է տարածում, ընդ որում խոսքը գնում է ուղղակի ինչ-որ մեկի նյութը տարածելու մասին, ո՞նց է կարողանում լինել ամբիոնի վարիչ, ո՞նց կարող է այս մարդը կրթել ուսանողներին։ Ընդ որում ես ասեմ, ես պահում եմ կոդը, պահում եմ պատշաճությունը եւ քաղաքականության վերաբերյալ եւ ոչ մի բառ, հորդոր եւ քարոզություն չի եղել դասերի ընթացքում։ Սեդրակյանին բազմիցս խորհուրդ են տվել դադարեցնել եւ հանրային եւ քաղաքական գործունեությունը։ Առավել եւս, երբ որպես Միասնության թվեր կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու մասնակցել է 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը։ Սեդրակյանն էլ նշում է, եղել է վառ արտահայտված արևմտամետ ընդդիմադիր թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք։ Եղել է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահը եւ ամբողջ ընթացքում զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Երբևէ նման խնդրի չի բախվել։ Ես միշտ վերադարձնում եմ համալսարան որպես իմ սեփական տուն, որտեղ հնարավոր է մեկ-մեկ ինձ ասեին, դե հերիք այդքան բաների մասին խոսես, բայց որևէ միջոց չէր կիրառվում ինձ կասեցնելու, ինձ ճնշելու կամ ինչ-որ մի բան անելու, հաշվի առնելով առանց կեղծ համեստության եւ իմ պրոֆեսիոնալ կոմպետենտությունը եւ իմ բացառիկ ոչ կոռուպցիոն գործունեությունը։ Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Ամալիա Սողոմոնյանը վստահեցնում է. նման որոշում չէր կարող կայացվել, մինչև հոգաբարձուների խորհուրդը չհաստատեր։ Այսինքն եղել են նախնական քննարկումներ ամբիոնը լուծարելու մասին, սակայն ոչ իրենց ամբիոնի դասախոսների հետ։ Իրենք վերջում ուղղակի իմացել են, որ գիտխորհրդի նիստ է տեղի ունեցել։ Ընթացքում էլ ամբիոնի լուծարման հարցն է քննարկվել։ Սա կապել միայն քաղաքականության հետ եւ Տիկին Սեթրակյանի անձի հետ սխալ է, որովհետեւ այստեղ կան նաեւ այլ ամբիոնակիցներ, որոնց կարծիքը պիտի հաշվի առնվեր եւ բացի այդ պիտի լինեին քննարկումներ, այսինքն եւ ամբիոնի աշխատակիցները եւ ֆակուլտետի մասշտաբում եւ այսպես ավելի վերևում այս հարցը պիտի քննարկվեր եւ պիտի ալտերնատիվներ, լուծումներ գտնվեին։ Սողոմոնյանը նորության ասպասելիությունը համեմատում է Կավկայի կերպարանափոխության հետ։ Ուսանողներից մեկ առավոտյան ուղարկել էր մի նյութ, պատկերացրեք, որ դուք արթնանում եք եւ դուք ուտիճի եք վերածվել Գրեգորի Զամզայի հայտնի կերպարանափոխությունն եւ ես նյութը տեղադրեցի ու մի 2 ժամից սկսվեց այդ լուրը պտտվել ու հիմա
ասում եմ ինչպիսի բան, հա, այսպես բախտիք մահաճույք, այսինքն դու մեկ էլ արթնանում ես ու կարծում ես, որ այն ամբիոնը, որտեղ որ դու, հա, 15 տարի այսպես ապրել ես, աշխատել ես, սովորել ես, հա, ասպիրանտուրա, հետո պաշտպանել, հետո ասիստենտ, հետո դոցենտ ու մեկ էլ վերջ փակեցին։ Իսկ ինչ կարիք կա փակելու ամբիոնը։ Ֆինանսական իմաստով այստեղ ոչ մի հա խնդիր չի լուծում համալսարանը, այսինքն այնպես չի որ շատ գումար է ծախսում ինքը ամբիոնի վրա, հիմա քչացնում է, հա, խոշորացման այսպես օգնությամբ այդ խնդիրը լուծում է։ Այս խնդիրը հաստատ չի լուծում, որովհետև եթե մեզ աշխատանքից չեն հեռացնում, ապա, հա, Եթե խնդիրը պարզապես Սեդրակյանի քաղաքական գործունեությունն է, կարող էին ասել դրա մասին։ Սեդրակյանն ինքը չէր թողնի, որ լուծարվի ամբիոնը, վստահ է Ամալիա Սողոմոնյանը։ Ես համոզված եմ, որ Տիկին Սեդրակյանը առանց մի վայրկյան մտածելու կստորագրեր դուրս կգար ամբիոնի վարիչի պարտականություններից եւ կասեր, որ ամբիոնին հանկարծ ձեռք չտա։ Անուշ Սեդրակյանը եւս ընդգծում է, որ ինքը հանուն ամբիոնի շարունակականության պատրաստ կլիներ գնալ նման զոհողության։ Ամբիոնը իմ իմաստ ուներ ծրելու այն պատճառով, որ միայն այդ ճանապարհով կարող էին ինձանից ազատվել։ Թեպետ կարելի կա, եթե ես ասում եմ, եթե ես այնքան եմ սիրում ես ամբիոնը, որ ինք անձնապես կանչեի եւ ասեին դուրս արի, որ ամբիոնը պահպանվի, ես դա կանեի։ Անուշ Սեդրակյանը համոզված է, սա քաղաքական հաշվեհարդար է, վաղուց արված հաշվարկ, որի վերջնանպատակը հետևյալն է։ Արագ գործել, հաշվի առնել, որ գետնտրական թոհուբոհում աղմուկ չի բարձրանա եւ արագ ազատվել անցանկալի մարդկանցից, այսպես կոչված մաքրել ավգյան ախորները։ Ամբիոնն ուներ բացառիկ նշանակություն համաշխարհային մշակույթին ինտեգրվելու համար։ Դա առաջին դերթին լինում է ոչ թե եվրոպական վիզաներով կամ հոլանդական վարդերով, դա լինում է մտածողության ինտեգրացիայի շնորհիվ։ Քաղաքականությունը մի կողմ դրած, այսպես պաշտոնները մի կողմ դրած, որտեղ ես միշտ սիրում եմ ասել եւ ամբիոնի վարիչները եւ ռեկտորները շատ-շատ հա, այսպես եւ քաղաքական, այսպես գլուխները կփոխվեն, բայց կան բաներ, որ չեն փոխվում։ Դրանք արժեքներն են, մշակույթն է, գրականությունը, որը փրկում է եւ մեր հասարակությանը հաստատ կարդացող մարդիկ պետք են։ Սփյուռքահայ համայնքները պատրաստ են ֆինանսավորել ամբիոնի գործունեությունը, սակայն Անուշ Սեդրակյանը կարծում է արդյունքը նույնն է լինելու։ Ինքը Սեդրակյանը որոշել է ազատման դիմում գրել եւ տեղի ունեցածի արդար քննության համար հասնել մինչեւ եվրոպական դատարան։ Փորձեցինք տեղի ունեցածի մասին տեղեկություններ ստանալ նաեւ ԵՊՀ մամուլի բաժնից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նախընտրական շրջանում տրված խոստումները կառավարությանը կանգնեցրել են նոր ֆինանսական պարտավորությունների առաջ։ Երբ ռուսական սահմանափակումների հետևանքով արտահանողները վնասներ կրեցին, իշխանությունը խոստացավ փոխհատուցել դրանք, սակայն այդ ֆոնին կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկերը, ներգրավում նոր վարկային միջոցներ եւ հայտարարում սուբսիդավորման ծրագրերի մասին։ Ստացվում է, որ մի հատվածի վնասները փոխհատուցվում են մյուսների գրպանների հաշվին, թե սա տնտեսության կայունացման անհրաժեշտ քայլ է։ Փորձագետներն ու իշխանության ներկայացուցիչները տարբեր պատասխաններ ունեն այս հարցին։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ինքն է տալու փչացած պղպեղի գումարն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների արտահանումը։ ԿՊ-ն խոստացավ, որ կսուբսիդավորի ջերմոցատերերին, բայց փոխհատուցման մեթոդների մասին պարզ դարձավ միայն 3։ Կառավարությունը բարձրացրեց ակցիզային հարկը, ինչի հետևանքով թանկանալու են ծխախոտը, վառելիքն ու ալկոհոլը։ Կառավարության նման որոշումն ըստ տնտեսագետի միտված է հավաքագրելու խոստացված սուբսիդավորման գումարները։ Գյուղմթերքներ արտահանողներին հիմա պիտի աջակցի պետությունը եւ սուբսիդավորի, չնայած Եվրոմիությունը 50 միլիոն եվրո խոստացել է օգնել, կարող է այդ գումարը բավարարի կամ բավարար չի կամ այդ 50 միլիոն եվրոն նպատակների համար օգտագործի, բայց կարծում եմ, որ ուղղակի քանի որ հենց մոտարապես այդքան գումարներ է ծախսելու որպեսզի սուբսիդավորի բրենդի, գինու կամ ասենք մրգերի բանջարեղենների արտահանումները, հետեւաբար այդ գումարը հետ վերադարձնելու մեխանիզմ է։ Թանկացումից բացի հնարավոր է աճեն ապօրինի ներմուծման կամ կեղծ ակցիզային դրոշմանիշներով ապրանքների շրջանառությունը։ ՊԵԿ-ն արդեն արձանագրել է կեղծ ակցիզային դրոշմանիշերով ալկոհոլի եւ ծխախոտի դեպքեր։ Ստացվում է, որ կառավարությունն այլ քաղաքացիների հաշվին սուբսիդավորում է մյուս քաղաքացիներին։ Քաղաքական վերլուծաբանն ասում է, նպատակը սեփական իշխանության պահպանումն է։
Սա փաստացի պետական բյուջեն, այսինքն հարկատուների փողը շատ կոնկրետ կուսակցական քաղաքական նպատակներով ծախսելու մեխանիզմ է, այսինքն նախընտրական նպատակներով ստեղծվել է մի իրավիճակ, այդ թվում տնտեսության դաշտում, այդ թվում արտահանման դաշտում, եւ հիմա հարկատուների փողերով փակվելու է գինը, հաշիվը այդ իրավիճակի, որը պետք է ընդամենը մեկ քաղաքական ուժի, մեկ կուսակցության իշխանությունը պահպանելու համար։ Ըստ Բադալյանի, թոշակների բարձրացման մասին որոշումներ է նույն տրամաբանության մեջ տեղավորվում։ Մինչդեռ տնտեսվարողների կրած վնասները փոխհատուցելու համար անհրաժեշտ էր առնվազն ապահովել ներդրումային միջավայր, տնտեսական մրցակցության ուժեղացում։ Հենց այս նպատակով Հայաստանը մայիսի 27-ին Համաշխարհային բանկից 170 միլիոն 300 հազար եվրո նոր վարկ է վերցրել։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե հարկային բեռի զանգվածային ավելացում կա, իսկ մենք տեսնում ենք, որ խոսքը մի շարք ապրանքատեսակների ակցիզի մասին է, ապա հարկային բեռի այդ ավելացումը անխուսափելիորեն ենթադրում է գնաճի ընդգրկուն ռիսկ։ Նոր վարկը 28 տարի մարման ժամկետով է տրամադրվել։ Այս ֆոնին կառավարությունը մի կողմից բարձրացնում է հարկային բեռը, մյուս կողմից նոր վարկային միջոցներ ներգրավում։ Իշխանությունը վստահեցնում է դա անհրաժեշտ է տնտեսության կայունության պահպանման համար, իսկ քննադատները հակադարձում են պետական միջոցներն օգտագործվում են ոչ թե երկարաժամկետ խնդիրներ լուծելու, այլ կարճաժամկետ սոցիալական եւ քաղաքական ազդեցություն ապահովելու նպատակով։ Պետությունը կարող արտեզային հարկը բարձրացնել այն նպատակով, որ գումարներ կուտակի լոգիստիկ կենտրոններ ստեղծելու համար, որտեղ արդեն ակնհայտ է, որ Հայաստանը ագնտրանքային ճանապարհը պիտի զարգացնի, բացի Ռուսաստանի հակամարտությունից, մենք պիտի նաև ամեն մի վատ իրավիճակից օգուտ փորձենք քաղել, իսկ օգուտը այն է, որ մի կողմից պիտի ավելի շատ ուշադրություն դարձվի արտադրողների որակի վրա, արտադրողների սերտիֆիկացման վրա։ Միաժամանակ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է սահմանափակել հայ արտահանողների մի շարք ապրանքանիշների արտահանումը։ Վերջինը բոլոր տեսակի կարանտինային ապրանքների արտահանման արգելքներ։ Մասնագետներն ասում են, փակ օղակի մեջ է հայտնվել իշխանությունը։ Խոստումներ է տվել, բայց չի կարողանում կատարել դրանք, ստիպված վարկ է վերցնում ու այդ վարկը փակելու համար բարձրացնում է հարկերը։ Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ անառողջ վիճակում, չկան ներդրումներ, երկիրը ըստ էության ստեղծող, արտադրող երկիր չէ, այլ առավելապես սպառող եւ սպասարկող ու ծառայություններ մատուցող տնտեսություն ունի։ Եվ միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, մեկ քաղաքական ուժի քաղաքական նկատառումներով ստեղծվել է իրավիճակ, որի հաշիվը հիմա փակելու են բոլոր հարկատուները։ Մինչ իշխանությունը փորձում է դուրս գալ իր ստեղծած լաբիրինթոսից, շուկայում ծաղկի ջերմոցատերերը ինքնարժեքից 2 անգամ էժան են վաճառում ծաղիկները։ Եվ ի վերջո պետական բյուջեն համալրվում է հարկատուների վճարած գումարներով եւ պետական պարտքի աճով ներգրաված միջոցներով։ Իսկ թե որքան արդյունավետ կծախսվեն այդ միջոցները եւ կլուծեն արդյոք արտահանողների խնդիրները, ցույց կտան առաջիկա ամիսները։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մեկ որոշում Մոսկվայից եւ վտանգի տակ են հայտնվում հայկական արտադրողների եկամուտները, արտահանման ծավալներն ու տնտեսության աճի սպասումները։ Մոսկվան նոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ենթակարանտինային ապրանքների ներմուծումն ու տարանցման վերաբերյալ պատճառաբանելով բուսասանիտարական խախտումները։ Սակայն հայ մասնագետների մի մասը համոզված է, որ խնդիրը միայն գյուղատնտեսական վերահսկողությունը չէ։ Երբ հայկական արտահանման զգալի մասը կախված է ռուսական շուկայից, ցանկացած նման որոշում կարող է վերածվել լուրջ տնտեսական հարվածի, վտանգելով ոչ միայն արտահանողների շահերը, այլև երկրի ընդհանուր տնտեսական կայունությունը։ Հայաստանն արդյոք հայտնվել է նոր առևտրային պատերազմի կիզակետում եւ որքան թանկ կարող է արժանալ ռուսական շուկայի հետ լարվածությունը, դիտենք ռեպորտաժը։ Առևտրային պատերազմ է սկսվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, այսպես է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գնահատում Ռուսաստանի կողմից Հայաստանից ենթակարանտինային արտադրանքի ներմուծման եւ տարանցման սահմանափակման որոշումը։ Ռուսաստանի բուսասանիտարական վերահսկողության ծառայությունը Ռոսսելխոզնաձորը հայտարարել է, որ սահմանափակումները պայմանավորված են կարանտինային օբյեկտների բազմակի հայտնաբերմամբ եւ Հայաստանի վերահսկողական համակարգի անբավարարությամբ։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ հայտնաբերվել են նաեւ վարակված խմբականակներ, այդ թվում կապրային բզեզի Մինչդեռ հայ մասնագետները իրավիճակը տարբեր կերպ են գնահատում, ընդգծելով ինչպես տնտեսական կախվածությունը, այնպես էլ հնարավոր քաղաքական ենթատեքստը։ Պետք է իրական մարտհանդակենք, որ դա առևտրային պատերազմի գործողություն է առաջին հերթին։ Բայց առևտրային պատերազմի այդ կայացման մեջ բնականաբար
երկու կողմերն էլ ունեն իրենց այսպես եւ առիթները, եւ պատճառաբանությունները, եւ նաեւ մեղավորությունը։ Տնտեսագետի խոսքով Հայաստանի արտահանման զգալի մասը կենտրոնացած է Ռուսաստանի շուկայում, ինչը տնտեսությունը դարձնում է խոցելի։ Իսկ Ռուսաստանի բուսասանիտարական վերահսկողության ծառայության այս որոշումն ունի քաղաքական ենթատեքստ եւ կարող է Հայաստանի համար տնտեսական ծանր կորուստների պատճառ դառնալ։ Հնան չաճելը, դա նշանակում է բոլոր սոցիալական ծրագրերի տապալում։ Որտեղ բոլոր սոցիալական ծրագրերը կատարվել է այն հաշվարկով, որ տնտեսությունում առնվազն 6%, 5%-ից մինչև 7% միջակայքում աճ լինելու եւ այդ ծրագրերի հետ կապված բյուջետային կանխատեսումներ են իրականացվել բավականին օպտիմիստական, որոնք հիմա ցնդելու են։ Հրայր Կամենդատյանի խոսքով ստեղծված իրավիճակը կարող է լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքների բերել, վտանգելով թոշակային համակարգի կայունությունը, առողջապահության եւ կրթության ոլորտների ֆինանսավորումը, ինչպես նաեւ պաշտպանության ծախսերը։ Նրա գնահատմամբ վերջին տարիների տնտեսական խոստումները բավարար հաշվարկների վրա չեն հիմնվել, ինչի հետևանքով համակարգը կանգնում է լուրջ ռիսկերի առջև։ Աղասիթ Հավադյանն էլ հիշեցնում է Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանվում է մրգի, բանջարեղենի եւ վերամշակված արտադրանքի մոտ 90%-ը։ Նրա գնահատմամբ վերջին տարիներին դեպի ԵԱՏՄ, մասնավորապես Ռուսաստան արտահանումը աճել է շուրջ 5 անգամ, մինչդեռ դեպի Եվրամիություն նվազել կամ մնացել է գրեթե անփոփոխ։ 18 թվականից մինչև այսօրը Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ Ռուսաստան աճել է գրեթե 5 անգամ, իսկ դեպի Եվրամիություն կրճատվել է 1.5%-ով, ստագնացիայի ենթարկվել։ Կարճաժամկետում ռուսական շուկայից հնարավոր շեղումը եւ տնտեսության արագ դիվերսիֆիկացման փորձերը կարող են ավելի մեծ վնաս պատճառել, քան օգուտ, քանի որ նման փոփոխություններն ըստ մասնագետի պետք է լինեն աստիճանական, ոչ թե շոկային։ Մեր ներկայ իշխանավարության արդյունքում Ռուսաստանից կապերը էլ ավել են ամրապնդվել եւ կախվածությունը էլ ավել է մեծացել եւ այս պահին այս գործողությունները կամ Ռուսաստանից հրաժարումը մեզ ավելի շատ է վնասելու կամ նույնիսկ 2018 թվականին։ Թավադյանը նշում է, որ այսպիսի կառուցվածքի պայմաններում ցանկացած սահմանափակում Ռուսաստանի կողմից կարող է էապես խոցել հայկական արտահանողներին, քանի որ այլընտրանքային շուկաները դեռ լիարժեք ձևավորված չեն եւ արտահանման վերակողմնորոշումը չի կարող իրականացվել արագ ու առանց տնտեսական կորուստների։ Երևան-Սևան մայրուղու փլուզված հատվածը կմնա փակ առնվազն 1 տարի։ Պաշտոնական վարկածով կամրջի փլուզմանը նախորդել է կայծակի հարվածը, սակայն մասնագետները դեռ ուսումնասիրում են միայն բնությունն է պատճառ դարձել, թե կամուրջն արդեն ունեցել է կառուցվածքային խնդիրներ։ Մինչ քննությունը շարունակվում է, վարորդները ստիպված են երթևեկել սահմանափակումներով։ Իսկ իշխանությունն արդեն հայտարարում է, կամուրջը վերանորոգել հնարավոր չէ, անհրաժեշտ է նորը կառուցել։ Կայծակի հարվածի հետևանքով հունիսի 11-ի երեկոյան ժամը 7:30 խոշոր փլուզում է տեղի ունեցել Հրազդան-Չարենցավան ճանապարհի կամուրջի վրա։ Վնասված 2 մեքենա կա, տուժողներ չկան։ Երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց ուղղությամբ 1 գոտիով։ Այս պահին տեղում աշխատում են փրկարար ծառայությունը եւ ճանշինը, իրականացնում են հսկողության եւ մաքրման աշխատանքներ։ 2 մեքենաներից մեկի վարորդը ոտքի պատրվածքով հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է փրկարար ծառայությունը։ Սակայն հստակ պարզ չէ, այս խոշոր փլուզման պատճառը կայծակն է, թե օրինակ կամուրջի կոնստրուկցիաներն էին մաշվել։ Ուսումնասիրող խումբը տեղում քննություն է իրականացնում հանգամանքները պարզելու համար։ Իսկ առջևում զբոսաշրջային սեզոնն է։ Սևանից վերադարձող ճանապարհի այս հատվածը պիտանի չի լինելու առնվազն 2 սեզոն, մինչև մյուս տարի այս ամիսները։ Կայծակի հարվածի պատճառով կամուրջի կոնստրուկցիաները լուրջ փոփոխությունների են ենթարկվել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Խուդաքյանն ու խումբը ժամանեցին դեպքի վայր, իջան կամուրջի տակ, դիտարկեցին եւ եկան եզրակացության։ Կամուրջի նորոգումը անհնար է։ Այս կամուրջը ուղղակի նորոգման ենթակա չի, այսինքն կամ մենք պիտի կոնստրուկցիոն փոփոխություններ իրականացնենք կամ ամբողջությամբ նոր կամուրջ կառուցենք առնվազն 1 երթևեկելի գոտու հատվածում։ Առաջիկա տարում Սևանից Երևան եկողները այլընտրանքային ճանապարհ կունենան։ Ֆանտան գյուղով կամ Սոլակ ու Խաղսի գյուղերով Հրազդան դուրս եկող հատվածներից մեկն է վերանորոգվելու մինչև հուլիսի վերջ եւ բերվելու է երթևեկելի վիճակի։ Իսկ մինչ այդ երթևեկությունը շարունակվելու է կամուրջի վրայով, այնպես ինչպես հիմա է, հանդիպակաց ուղղությամբ 1
երթևեկելի գոտիով։ Փլուզված կամուրջի հարցը շատ ավելի բարդ է։ Վերականգնման համար հատուկ կոնստրուկցիաներ են պետք, որ այս պահին չկան։ Տեղում աշխատող կամրջաշինության մասնագետն է պարզաբանում։ Ամենակարևորը էջանները պատրաստել։ Հիմա ներկա մոմենտին այդպես էջաններ չկա, տեղաձև էջաններ։ Այս նայած երբ կազմակերպվի, որ հիմնարկը պետք է սարքի, ապահով կա։ Կամուրջի մնացած հատվածների փլուզման վտանգը գրեթե զրոյական է, պարզաբանում է Չարենցավանի քաղաքաշինության բաժնի պետը։ Տեղում մինչև փլուզումն են ուսումնասիրություններ եղել, փլուզումից հետո էլ։ Ուսումնասիրությունները կատարվել է, դրա համար միակողմանի է երթևեկությունը սարքել, որ ասենք ինքը մոստը առանձին կոնստրուկցիաներով հավաքված կառույց է, որ ասենք մյուս հատվածը անխափան օգտագործումը բացարձակ վտանգ չի սպառում, էլի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ասում է, դեպքն աննախադեպ է։ Երբեք կայծակի հետևանքով կամուրջի փլուզում տեղի չի ունեցել, բայց կամուրջ վերանորոգելու փորձ նախկինում ունեցել են։ Հայանիստի կամուրջն են նորոգել։ Ինչ վերաբերում է M4 հանրապետական ճանապարհի այս կամրջի կառուցմանը, որոշել են հրատապ մրցույթ անցկացնել եւ անցնել շինարարության փուլ։ Թե որքան կարժենա Հայաստանի բյուջեի համար նոր կամրջի կառուցումը կամ կոնստրուկցիոն փոփոխությունը, պարզ կդառնա մրցույթի անցկացումից հետո։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իդեպ օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ են սպասվում Գյումրիում եւ Ապարանում, հնարավոր է նաեւ կարկուտ։ Իսկ ամռանը խցանումների պակաս չենք ունենա։ Կիևյան կամուրջը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը ամբողջությամբ փակվելու է։ Պատճառը հիմնանորոգման աշխատանքներն են։ Ներքին գործերի նախարարը մեկնաբանել է օրեր առաջ Օրգով գյուղի 12-ամյա աշակերտի թմրանյութ օգտագործելու դեպքը։ Հիշեցնեմ, որ նախնական վարկածով երեխային թմրանյութ են առաջարկել քաղցրավենիքով, որից հետո երեխան կորցրել է հիշողությունը։ Ամբողջ իրավապահամակարգը այս պայծրությամբ աճոճ կերպով դիտարկում է դեպքը։ Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք հնչական մարմնին, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում։ Սկզբից ունեինք անձնույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել։ Հավելյալ մանրամասներ այս պայծրությամբ չեմ կարող հայտնել, բայց ուզում եմ նշել, որ փորձաքննության արդյունքում, ինչպես գիտեք, թմրամիջոցի հետքեր նախնական տվյալներով հայտնաբերվել։ Այս պայծրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք ամբողջ պատկերն ինչպիսին է եւ արագ գնանք առաջ, վստահ եղեք, որ հարցը իմ հսկողության ներքո է գտնվում եւ ցանկացած ճշգրիտ ինֆորմացիա ունենալու պայմաններում կհանրայնացնենք։ Նախարար, որ ասում եք առաջին նման դեպքն է, ինչ նկատենք, որ այդ տարիքի երեխայի մոտ այդպիսի բան է հաստատվել, թե ինչ մանրամասներ։ Այո, ընդ որում, քանի որ երեխան տեղափոխվել է նաեւ բժշկական հաստատություն, սկզբից անհասկանալի է նաեւ ծնողների համար եղել, թե ինչի պատճառով է դեպքը տեղի ունեցել, բայց հետագայում, քանի որ ունեցել ենք առաջնային մասնագիտական կարծիք, թմրամիջոցի հետքեր հայտնաբերվել, բնականաբար բոլոր ուժերը լարել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչ պայմաններում եւ արդյոք գործ ունենք վերջնական փորձաքննությամբ թմրամիջոցի հետ։ Վարկած այս պահին որևէ վարկած կարող եք ասել ինչ է տեղի ունեցել։ Տարբեր հանգամանքներ են քննարկվել, քանի որ էքսկուրսիայի էին գնացել տվյալ դասարանով, ուսուցիչները եւս ուղեկցել են, տարբեր վարկածներ կային կապված միջավայրի հետ, բայց այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ բան հայտարարելուց, որովհետեւ ի սկզբանե որոշ վարկածներ կային, որոնք հերքվեցին։ Դրա համար մի փոքր աշխատենք ավելի ինտենսիվ, շարունակենք աշխատանքը, անպայմանորեն կհանրայնացնենք։ Դպրոցում էլ ինչ որ Ոչ, նմանատիպ դեպք չունենք, բայց միանշանակ է, որ ամբողջ դասարանին ենք նաև ուշադրության կենտրոնում պահել եւ դպրոցին, որպեսզի հասկանանք ռեալ պատկերը ինչպիսին է եւ եթե կա լրացուցիչ այլ անձ ներգրաված թեմայում անպայմանորեն դա իրականացնենք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրում մի քանի սկանդալային հայտարարություն է արել։ Նախ հայտարարել է, որ ժամեր անց ուժեղ հարված կհասցնի Իրանի, սակայն ժամեր անց հարված հասցնելու փոխարեն չեղարկել է հարվածները, հայտարարելով, որ համաձայնության են եկել Իրանի հետ։ Սակայն Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ բանակցային տեքստի մեծ մասը վերջնականապես համաձայնեցված է, բայց Իրանը չի գնա զիջումների իր կարմիր գծերի հարցում։ Մենք այս հարցի շուրջ վերջնական եզրակացության չենք եկել, նշել է նա։
իսկ Թրամփը շարունակել է սկանդալային հայտարարությունները։ Ոչ հեռու ապագայում մենք կվերցնենք Իրանի Խարկ կղզին եւ նավթային ենթակառուցվածքների այլ կարևոր օբյեկտներ, ստանձնելով նրանց նավթի եւ գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արել ենք Վենեսուելայի դեպքում։ Հաջորդ սկանդալային հայտարարությունը, որն ավելի շատ մեղադրանք է, ուղղված է քրդերին։ Մենք իսկապես քրդերին զենք ենք ուղարկել եւ անկեղծ ասած նրանք մեզ շատ հիասթափեցրել են։ Կարծում եմ նրանք զենքը պահել են իրենց։ Իմ կարծիքով դա խայտառակություն է, բայց ես դա կհիշեմ, քրդեր։ Այս ժամի լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։